Մենք ձեր հետ ծանոթացանք արդեն, թե ինչպես կարելի է ստեղծել սելեկշններ Adobe Photoshop-ում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է այդ սելեկշնները սարքել ավելի որակով, որը կատարվում է նրանց եզրերի ճշգրտումով։ Դրա համար Adobe Photoshop-ում կա Select and Mask հնարավորությունը, որը մենք կարող ենք ակտիվացնել սեղմելով Select մենյուին եւ ընտրելով Select and Mask Alt plus Ctrl R shortcut-ով։ Ընդհանրապես, եթե դուք Photoshop-ում նայում եք մենյուների մեջ եւ տեսնում եք բազմակետեր, դա նշանակում է, որ Photoshop-ը այն ակտիվացնելուց հետո կբացի ձեզ համար մի առանձին պատուհան, որտեղ կան այն կարգավորումները, որոնց օգնությամբ կարելի է իրականացնել այդ ֆունկցիան, այսինքն կոնկրետ մեր դեպքում Select and Mask-ը։ Նույն կոճակը մենք կարող ենք տեսնել վերևում Option պանելներում, որը կոչվում է Select and Mask։ Դա մենք կարող ենք օգտագործել սելեկշններ ստեղծելու համար։ Դրա համար մենք սեղմելով Select and Mask կոճակի վրա կընկնենք մի միջավայր, որտեղ դուք տեսնում եք, որ սա մի առանձին պատուհան է, քանի որ այստեղ ներքևում մենք ունենք Cancel եւ OK կոճակները, եւ պատուհանը իրենից ներկայացնում է plugin, որոնք առանձին ներբեռնվում են Photoshop։ Այժմ եկեք ավելի լավ ծանոթանանք այս ինտերֆեյսին, Select and Mask plugin-ի ինտերֆեյսին։ Նրա ձախ կողմում դուք տեսնում եք գործիքները ընտրման, որոնց հետ մենք ծանոթ ենք։ Վերևը կա Option բառը, իսկ աջ կողմում դուք տեսնում եք կարգավորման պատուհանները, որով մենք կարող ենք աշխատել selection-ի հետ։ Ձախ կողմում գործիքները, որոնք դուք տեսնում եք, դրանք Quick Selection tool-ն են, որի shortcut-ն է W, Refine Edges Brush tool-ն է, որի shortcut-ն է R, Brush tool-ն է, որի shortcut-ն է B, Lasso tool-երն են մեզ ծանոթ, որի shortcut-ներն են L, այստեղ կա Hand tool-ը աշխատանքային միջավայրը տեղափոխելու համար եւ Zoom tool-ը, որոնց shortcut-ները համապատասխան Hand tool-ի համար H տառն է, իսկ Zoom tool-ի համար Z տառը։ Ամեն մի գործիքը ակտիվացնելիս մենք տեսնում ենք, որ Option բառում ակտիվանում են նրա կարգավորումները, Zoom tool-ի հետ դուք արդեն ծանոթ եք, որը հնարավորություն է տալիս այստեղ մի քանի ֆայլեր բացելով փոփոխել այդ պատուհանների դիտման, մեծացնել, փոքրացնել դիտման չափը, zoom անել եւ հարմարացնել նկարը ինչպես Windows-ին, այնպես էլ նրան ներկայացնել ամբողջ էկրանով։ Hand tool-ն ունի նույն հատկությունները, ինչպես օրինակ scroll-ալ Windows, երբ որ մենք ունենք բացված երկու ֆայլ եւ հնարավորություն ունենք նրանց միաժամանակ տեղափոխել։ Այստեղ lasso tool-երն են էլի իրենց New Add Selection, Subtract Selection եւ Intersect Selection հրամաններով։ Այստեղ մենք ունենք սովորական lasso tool եւ polygonal lasso tool։ Դրանից հետ բացի մենք ունենք այստեղ brush tool-ը, որը ունի իր չափերը, ինչպես սովորական brush գործիք, եւ ունի ավելացնելու եւ պակասացնելու ընտրվածքների մակերեսները։ Դրանից վերև մենք տեսնում ենք Refine Edge Brush tool-ը, որը իրանից ներկայացնում է նույնպես մի brush, բայց դա հնարավորություն է տալիս ճշգրտել մեր selection-ի եզրերը։ Եվ ամենավերևում մենք ունենք Quick Selection գործիքը, որի հետ մենք արդեն ծանոթացել ենք եւ այն աշխատում է պիքսելների տարբեր գույների եզրերի ավտոմատ ընտրությամբ եւ օգնում է արագ ընտրել selection-ներ։
Ձախ կողմում մենք տեսնում ենք property panel-ը, իսկ ներքևում այս նշանը թույլ է տալիս բոլոր մեր եղած փոփոխությունները վերադարձնել սկզբնական վիճակի, OK է հաստատում է մեր արված փոփոխությունները, իսկ cancel-ը վերադարձնում է եւ փակում է պատուհանը։ Այժմ եկեք այս կուժը ընտրենք օգտվելով select and mask plugin։ Դրա համար սկզբից եկեք shortcut-ներով ստեղնաշարում bracket-ով փոփոխենք չափը, սարքենք օրինակ 40 եւ տանք add to selection ռեժիմը։ Ընտրենք quick selection mode-ը եւ սկսենք ընտրել մեր կուժը։ Ինչպես դուք տեսաք, շատ հեշտությամբ մենք ընտրեցինք մեր կուժը։ Այժմ նայենք կարգավորումների property panel-ին եւ տեսնենք թե ինչ կարգավորումներ այստեղ կան։ Առաջինը կա show edges, որի shortcut-ն է J, որը թույլ է տալիս տեսնել ճշգրտված selection-ի եզրերը։ Այստեղ մենք ունենք show original, այսինքն որը ցույց է տալիս մեր օրիգինալ նկարը, եւ այստեղ ունենք high quality preview, որը մեր ամեն մի փոփոխության ժամանակ տալիս է բարձր որակի դիտում։ Դրանից ներքևը մենք տեսնում ենք transparency-ն, որը մեզ թույլ է տալիս մեծացնել եւ փոքրացնել այն միջավայրի թափանցիկությունը, որը չի ընդգրկված selection-ի մեջ։ Օրինակ դուք հիմա տեսնում եք, որ միայն մենք ընտրել ենք մեր կուժը։ Այստեղ view ռեժիմները կարող են լինել տարբեր։ Սա կոչվում է onion skin, որը թույլ է տալիս աշխատել այս ռեժիմում, այսինքն անել թափանցիկ ոչ ընտրված մակերևույթը։ Կա marching ants, որի օգնությամբ մենք կարող ենք դիտել մեր selection-ը այս շարժվող եզրագծերի օգնությամբ, որը կոչվում է մրջյունների շարժում։ Այստեղ կա overlay, որ այն մասը, որը չէր արված selection, դա ներկվում է կարմիր գույնով։ Կա on black, որ մենք կարող ենք դիտել մեր selection-ը սև ֆոնի վրա, on white, սպիտակի վրա, black and white եւ on layers, այսինքն layer-ների վրա նայելիս։ Այս ամեն մի դիտման ռեժիմը ունի shortcut-ները, բայց ներքևում դուք տեսնում եք, որ մենք ունենք հաղորդագրություն, որտեղ գրված է press F to cycle views, որը թույլ է տալիս F-տառը սեղմելով տեղափոխվել այս ռեժիմների մեջ, եւ ունենք X, որը վերադարձնում է մեզ սկզբնական դիտման ռեժիմին։ Եկեք տեսնենք, թե ոնց են աշխատում գործիքները։ Quick selection գործիքի հետ մենք ծանոթ ենք, այժմ աշխատենք refine brush-ի հետ, որը նույնպես իրենից ներկայացնում է brush։ Որպեսզի տեսնենք, թե ինչպես այն աշխատում, եկեք ընտրենք zoom tool-ը եւ մեծացնենք մեր selection-ը։ Դուք այժմ տեսնում եք, որ մենք այստեղ ունենք եզրեր, որոնք selection-ի մեջ պետք է լինեն, բայց նրանք գտնվում են նրանից դուրս, քանի որ գույնային այս երանգների տարբերությունը ավելի շուտ նրա բլուր լինելը խանգարում է մեզ ճշգրիտ selection անելու համար։ Դրա համար եթե մենք ընտրում ենք refine edges, փոքրացնում ենք նրա չափերը, ապա այդ գործիքի օգնությամբ մենք կարող ենք ճշգրտել ընտրվածքի եզրերը։ Համապատասխան դուք հիմա երբ որ տեսնում եք մենք աշխատում ենք, ապա այդ եզրերը մաքրվում են։ Այս գործիքը կարելի է օգտագործել, երբ որ մենք օրինակ պետք է աշխատենք պորտրետի հետ եւ նույնպես ցանկանում ենք մաքրել այդ եզրերը, որոնք գտնվում են, ենթադրենք, այդ մարդու մազերի միջանկյալ տարածքում։ Refine Edge-ը շատ հարմար է աշխատել,
Եվ եթե մենք օրինակ ցանկանանք պակասացնել, մենք այստեղից ընտրում ենք subtract եւ կարող ենք ավելացնել այդ եզրերը կամ պակասացնել այն մեր selection-ը։ Դրանից ներքև մենք ունենք brush գործիքը, որը աշխատում է որպես brush եւ նա իր մեջ պարունակում է quick selection mode-ը եւ refine edges brush tool-ը։ Եկեք այժմ դիտենք այս նկարը overlay ռեժիմում եւ դուք տեսնում եք, որ կարմիրով նշված են այն մասերը, որոնք մենք չենք կարողացել ընտրել։ Եթե մենք ընտրում ենք brush tool-ի ավելացնել ռեժիմը եւ սկսում ենք աշխատել, դուք տեսնում եք, որ այս ոչ ընտրված տարածքները ավելանում են մեր հիմնական selection-ին։ Եթե մենք ընտրենք subtract, ապա մենք կհանենք այդ մակերեսը մեր selection-ից։ Այժմ վերադառնանք եւ նորից մաքրենք։ Հիմա մենք եթե նայենք մեր նկարին, նորից զում անելով, փոքրացնելով սեղմենք, ալիքը փոքրացնենք, կտեսնեք, որ մեր selection-ը արդեն նորմալ աշխատում է։ Lasso tool-ը հնարավորություն է տալիս ավելացնել եւ հանել selection-ներ, օրինակ դուք հիմա տեսաք, որ մենք ավելացրեցինք մեր selection-ը, եթե մենք տանք subtract, ապա մենք կհանենք այդ selection, իսկ intersect-ը հնարավորություն կտա միայն ընտրել այն մասը, որը հատվում էր այդ երկու օբյեկտների հետ, հանենք Ctrl-Z գանք հետ։ Այստեղ ունենք lasso tool եւ polygonal lasso tool, polygonal lasso tool-ը ուղղակի աշխատում է ուղիղ գծերով, եթե մենք սեղմում ենք Ctrl-ը կարող ենք աշխատել որպես lasso tool եւ կատարենք ընտրություն։ Այժմ եկեք ծանոթանանք աջ կողմում գտնվող կարգավորումներին մնացածին։ Դրա համար եկեք ավելացնենք մեր դիտման մեծությունը եւ օգտագործենք overlay կամ on white ցանկացած մեր ռեժիմը։ Կարող ենք նաև այստեղ փոքրացնել թափանցիկությունը, որպեսզի մենք ավելի լավ տեսնենք, թե որ ռեժիմում մենք կարող ենք աշխատել հիմա եւ որն է մեզ կիրառել։ Եթե մենք այժմ նայենք այս ռեժիմում, ապա մենք կտեսնենք մեր ռադիուսը ընտրվածքի եւ երբ որ մենք մեծացնում ենք ռադիուսը, դուք տեսնում եք, որ այս ընտրվածքի եզրագիծը սկսում է տեղաշարժվել։ Եթե ես հիմա իրան ավելացնեմ, դուք կտեսնեք այս մասերը ինչպես են դառնում ոչ ընտրված։ Եթե մենք տալիս ենք smart radius, ապա Photoshop-ը ավտոմատ կարգավորում է այդ եզրագծերը եւ հնարավորություն է տալիս մեզ ավելի ճշգրիտ կատարել selection։ Ընդ որում, եթե մենք ունենք եզրեր, որոնք իրենցից ներկայացնում են sharp edges, այսինքն կարելի է ասել կոնտրաստով եզրագծեր, այդ դեպքում մենք պետք է տանք փոքր շարավիղ։ Եթե այն իրենից ներկայացում է softer edges, այսինքն փափուկ եզրագծեր, ապա մենք պետք է տանք large radius, այսինքն շարավիղ, որպեսզի կարողանանք հեշտ անել selection։ Դրանից ներքև մենք ունենք global refinements կարգավորումը, որը մեզ հնարավորություն է տալիս հարթացնել մեզ եզրագծերը։ Հիմա դուք տեսնում եք, թե ինչպես է հարթացվում այդ եզրագծերը։
մեր ընտրվածքի։ Բացի դրանից մենք ունենք feather, որը բլուրոտում է, այսինքն մեծացնում է լողոզվածությունը պիքսելների մեջ կամ մեր եզրագծի եւ selection-ի եզրին։ Հիմա երբ որ մենք մեծացնում ենք, դուք տեսնում եք, թե ինչպես է բլուրոտում մեր եզրագիծը։ Եվ ունենք կոնտրաստ, որի օգնությամբ մենք կարող ենք, ասենք, ավելացնել կոնտրաստը։ Դրանից ներքև մենք տեսնում ենք shift edges, որը հնարավորություն տալիս տեղափոխել եզրը, եթե նա ունի դրական արժեք, ապա նա լայնանում է դեպի դուրս, տեղափոխվում է դեպի դուրս, եթե ունի բացասական, նա տեղափոխվում է դեպի մեր selection-ի ներսը։ Այս կարգավորումներով հնարավոր է ստանալ ավելի մաքուր եզրագծեր։ Ներքևը մենք ունենք invert հնարավորությունը, որը շուռ է տալիս մեր selection-ը, եթե մենք մտնենք հիմա այս մոդը, դուք ավելի լավ կտեսնեք։ Բացի դրանից մենք ունենք clear selection, որը մաքրում է մեր selection-ը, եւ դրանից ներքև մենք ունենք output settings։ Output setting-ների մեջ մենք կարող ենք միացնել decontaminate colors, որը թույլ է տալիս, եթե մենք հիմա եկեք մտնենք մեր համապատասխան ռեժիմ, որպեսզի ավելի լավ մենք կարողանանք դա տեսնել։ Եթե մենք միացնում ենք decontaminate colors, դուք տեսնում եք, որ Photoshop-ը փոփոխում է եզրագծերի պիքսելները այն պիքսելներով, որոնք գտնվում են այդ եզրագծից դուրս, եւ դա թույլ է տալիս ավելի ճիշտ ընտրվածքներ կատարել։ Եթե մենք միացնում ենք decontaminate colors-ը, ապա դրանից հետո ներքևում մենք ունենք output for, այսինքն ստեղծել այս selection-ից new layer mask-ով, ընդ որում այս դեպքում դուք տեսնում եք, որ միայն ակտիվ են այս 3 հնարավորությունները։ Այժմ եթե մենք անջատենք եւ output to-ով մեր մոտ կակտիվանան բոլոր հնարավորությունները։ Output to նշանակում է, որ մենք հաստատելուց հետո կստեղծենք այս selection-ը կամ կստեղծենք նրանից layer mask, մի շերտ, որ իրենից ներկայացնում է mask, որի հետ մենք ծանոթանանք հետագայում mask-երի դասընթացում։ Կարող ենք ստեղծել new layer, այսինքն դնել layer-ը նույն selection-ում։ Կարող ենք անել new layer with layer mask, որ ասացինք կարող ենք ստեղծել new document այս selection-ից եւ new document with layer mask, այսինքն նոր document, որը ունի layer mask։ Ներքևը մենք ունենք remember setting, որը հնարավորություն է տալիս պահպանել այս մեր արած կարգավորումները եւ ամեն անգամ բացելուց մենք կունենանք այս կարգավորումները։ Այժմ եթե մենք ընտրենք new layer եւ տանք OK, բացենք մեր layer-ները, դուք կտեսնեք, որ այստեղ ստեղծվեց նոր layer, որի վրա երևում է միայն մեր selection, այսինքն մենք կատարեցինք ընտրված առանձին պատուհանում։ Եթե մենք հիմա նորից ցանկանանք անել selection, մենք պետք է ընտրենք այս layer-ը եւ եթե ցանկանում ենք անենք նրա մեջ որը selection, նորից կանք այս պատուհանը, ընդ որում մենք տեղից եթե հիմա նորից կատարենք, ասենք quick mask-ով որևէ մի selection, ապա մենք կարող ենք այն հիշել որպես new document եւ երբ որ մենք տանք OK, դուք կտեսնեք, որ Photoshop-ը կբացի առանձին document։ Նույնը կարելի է անել selection եւ տալ new layer with layer mask, այդ ժամանակ մենք այստեղ այս layer-ում կունենանք մեր selection-ը եւ կողքը layer mask-ը, որի հետ մենք ձեր հետ կծանոթանանք հետագա մեր տեսանյութերում։
այս plugin-ը Select and Mask, որը բացվում է առանձին, կա Photoshop-ի վերջի 2 տարվա տարբերակներում, իսկ հին Photoshop-ներում մենք ունենք ավելի փոքր վահանակ, որը ունի համարյա նույն կարգավորումները, բայց նա ոչ թե բացվում է առանձին պատուհանում, այլ բացվում է փոքր առանձին պանելում եւ նրա միջոցով կարելի է ճշգրտել մեր ընտրվածքի եզրերը։